Էդուարդ Հակոբյանը նախ ներկայացրեց 2025 թվականի ընթացքում սահմանված ՊԵԿ-ի տեսլականը։ Այն է պետական եկամուտների կոմիտեն դինամիկ զարգացող եւ առաջատար կառույց է, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ եւ մարդակենտրոն մոտեցմամբ։ Իսկ առաքելությունը ապահովել արդար եւ թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը եւ ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։ Հակոբյանի խոսքով 2025 թվականին գրեթե ամբողջ տարվա ընթացքում հարկ վճարողների հետ մեկտեղ երկնիշ բարձր աճեր են գրանցել։ Ապահովել են 2 տրիլիոն 725.2 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը 2024-ի նույն ցուցանիշից ավելի է 334.3 միլիարդ դրամով կամ 14%-ով։ Բացի երկնիշ լինելը շատ կարևոր է ֆիքսել, թե արդյոք մենք հասանք այն թիրախին, որով սահմանված էր պետական բյուջեով, եւ ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ թե ծրագրի նկատմամբ, թե ճշտված ծրագրի նկատմամբ մենք ավել ենք, այսինքն գերակատարվել են այդ ծրագրերը, ծրագրի նկատմամբ 100.2%, ճշտված ծրագրի նկատմամբ 100.3%։ Այս երկնիշ բարձր աճերը գրանցվել են ոչ միայն ամբողջ հարկային եկամուտների եւ տուրքերի համար, այլև երկու առանձին խոշոր կոմպոնենտների, այս դեպքում հարկային եւ մաքսային մարմինների եւ իհարկե հարկ վճարողների հետ մեկտեղ։ Եթե հարկային մասով կա 14.5%-անոց աճ, ապա մաքսային մասով այդ աճը կազմել է 11.6%։ Եվ այստեղ մի պահ կանգ առնելով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր հարկ վճարողներին եւ հատկապես այն հարկ վճարողներին, ովքեր օրինապահություն, կարգապահություն եւ հոգատարություն են դրսեւորում այս կարևոր գործընթացի եւ պետության հանդեպ։ Իսկ որպեսզի չափելի լինի, թե ինչքանով է արդյունավետ աշխատել ՊԵԿ-ը, ապա ըստ Հակոբյանի պետք է անդրադարձ կատարվի հարկեր հնային, որպես առանցքային ցուցանիշի։ Գրանցել ենք, եթե 18 թվականից ի վեր նայենք, երկրորդ ամենամեծ բարելավումը հարկեր հնայացուցանիշի 1%-ային կետ եւ հասել ենք 24.5%-ի։ Հիշեցնեմ, որ կառավարության ծրագրով 25% էր թիրախավորած 2026 թվականի համար, որն էլ այս տարի իմ համոզմամբ կհասնենք։ Հարցին, թե արդյոք ՊԵԿ-ը կկարողանա 2026-ին եւս պահպանել նախորդ տարվա եկամուտների հավաքագրման տեմպերը, Հակոբյանը հետեւյալը նշեց. Պետք է նկատի ունենանք, որ առաջիկա ամիսներին արագացման միտում է ունենալու հարկային եկամուտների աճերը։ Մի պարզ օրինակ գործոն կա, որը Զանգեզուրի պնձամոլիներային կոմբինատի հետ էր կապված, երբ որ ռոյալթիի հետ կապված էական մեծ ճշգրտում եղավ։ Միայն այդ գործոնը էապես արագացնելու է, բայց տնտեսական ակտիվության շարունակվող բարձր աճն իր հերթին նպաստելու է եւ մեր վարչարության արդյունավետության բարձրացումը նպաստելու է այս թիրախներին հասնելուն։ Ես մեծ ռիսկեր չեմ տեսնում համենայն դեպս։ Նախորդ տարի ՊԵԿ-ը շարունակել է զարգացնել եւ կատարելագործել վերլուծական գործիքակազմը, միտված հարկային վարչարության արդյունավետության բարձրացմանը եւ հարկ վճարողների կարգապահության խթանմանը։ Հարկ վճարողների կողմից 2025-ին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի եւ ՀԴՄ կտրոնների քանակը կազմել է 857.3 միլիոն հատ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշը գերազանցելով 17.6%-ով։ Զուգահեռաբար աճել է ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետությունը։ Այստեղ ունենք բավական մեծ բացահայտումներ, ստվերային շրջանառությունը 363 միլիարդ, որը 44%-ով բարձր է 24 թվականից, թաքցված արկը 124 միլիարդ, որը 29%-ով է բարձր 24 թվականից, եւ վերականգնումները 37 միլիարդ, որը 4%-ով է բարձր։ Ընդ որում ուշադրությունը այստեղ շատ կարեւոր է, մենք քանակը նվազեցրել ենք, այսինքն օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը 22%-ով նվազել է։ Եվ մյուս կարևոր որակական էական բարելավումը նա է, որ մենք թվային հետախուզության գործիքների դերն ենք անշեղորեն բարձրացրել։ 2025-ին արձանագրվել են մի շարք խոշոր բացահայտումներ, մասնավորապես թաքնված սերվերների հայտնաբերում դեղատնային գործունեության ոլորտում, նաև բացահայտումներ խաղային սպորտային ակումբների եւ մի շարք այլ ոլորտներում։ Մյուս ձեռքբերումը չգրանցված աշխատողների բացահայտումներն են։ 2756 չգրանցված աշխատողներ են հայտնաբերվել, որը շուրջ 700-ով մեծ է 2024 թվականի ցուցանիշից։ Հակոբյանի վստահեցմամբ հետևականորեն շարունակվել են կոռուպցիայի դեմ պայքարը եւ հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումը։ Այս խոշոր բացահայտումները կանխարգելում են հնարավոր խոշոր կարգապահության խախտումները, հնարավոր խախտումները եւ հանցագործությունները, որոնք որ դրսեւորվում են իրականության մեջ։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը անդրադարձավ նաև կոմիտեի 2026 թվականի առաջնահերթություններին, մասնավորապես դրանց թվում հարկ վճարելու մշակույթի ուղղությամբ արշավներն են, որոնք ՊԵԿ-ի PR ռազմավարության առանցքային մասն են կազմելու։
Թվայնացման ուղղությամբ կիրառվելու են արհեստական բանականության գործիքներ, թե հարկայինի, թե մաքսայինի մասով։ Մյուսը առցանց ՀԴՄ-ի համակարգի ներդրումն է, որը ենթադրելու է տարիների ընթացքում ամբողջությամբ ներկա ՀԴՄ-ի համակարգի փոխարինում առցանց գործիքով։ Նախատեսել են նաև լոգիստիկ եւ վարչական ենթակառուցվածքների կառուցում ու արդիականացում։ Էդուարդ Հակոբյանը, որպես նոր ռազմավարական ուղղություն, նշեց թրիփի եւ նաև նոր մաքսակետերի հետ կապված աշխատանքները, որից առավել ակտուալը համարեց Մարգարան։ Տիգրան Օվակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։